Այսօր մեզ է միացել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Ադրբեջանի փոխվարչապետի այցը Հայաստան, Արմեն, խորհրդանշական եք համարում, թե գործնական։ Եվ երկու իմաստն վստահաբար կա, խորհրդանշական նրանով, որ պետք է ինչ-որ պրոցես ցույց տալ առնվազն սահմանազատման երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի հետ կապված, որտեղ վերջին հանդիպումը տեղի ունեցել նոյեմբերին, եթե չեմ սխալվում, 2025 թվականին, եւ քանի որ այս թրեքը երկու կողմերի միջև գործընթացում այսպես ամենաինստիտուցիոնալ առումով ամենակայացածն է, փաստաթղթային առումով պատրաստ է, փորձագիտական առումով, ղեկավարների առումով եւ նաեւ ակտիվ նաև առցանց շփումներ կան, կարծում եմ այստեղ պետք է ինչ-որ պրոցես ցույց տալ եւ մյուսը բնականաբար արդեն պայմանավորված տնտեսական ոլորտում նոր հնարավորությունների քննարկման առնվազն, հա, պետք է էլի ինչ-որ ուրեմն պրոցես, որտեղ նույն գործար կապերի մասին բազմիցս խոսվել է դրանց ակտիվացման եւ որոշակի առում դրանց հավասարակշռման մասին։ Գործարանների մասնակցությունը երևի դրանով էլ բացառ։ Այո, որտեղ կար խնդիր, օրինակ հայկական կողմից բազմիցս բարձրաձայնում էր գոնե փորձագիտական մակարդակում, որ պետք է որոշակի հավասարակշռություն ստեղծել, դեռ այս պահին հիմնականում Ադրբեջանի արած քայլերն են երևում այս ոլորտում, այսինքն Ադրբեջանի կողմից սեփական տարածքով դեպի Հայաստան տարածման արգելքի վերացում, վիզելային վարելիքի ուրեմն Հայաստանին վաճառքի հնարավորություն, այսինքն փոխադարձում որպես այդպեսին չկար եւ կարծում որ այս քննարկումների արդյունքում որոշ ապրանքատեսակների մասին գուցե ձեռք բերվել պայմանավորվածություն։ Բայց սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի ունեցավ եւ ելի մնաց անորոշություն գոնե ժամկետի եւ որտեղից սկսելու մասերով։ Դա բնական է, որտեղ այդ անորոշությունը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի ներքաղաքական գործընթացներով, նախընտրական շրջան, ակնկալող ընտրություններ եւ մեծ հաշվով որոշակի իհարկե անկանխատեսելիություն։ Սրանով պայմանավորված, որ կողմերն այս բան չեն գնում կոնկրետ, հատկապես Ադրբեջանը խուսափում է կոնկրետ պայմանավորվածությունների գնաց, որտեղ ակնկալում է, որ այնուամենայնիվ անգամ եթե լինի գործող իշխանության վերընտրման հնարավորություն, այս գործընթացի պրակտիկ իրականացման համար պետք է որոշակի ժամանակահատված։ Իսկ թե մինչև ընտրություններ ընկած ժամանակահատվածը եւ թե իհարկե հետընտրական գործընթացներով պայմանավորված նոր կառավարության ձևավորում, նոր պատասխանատու պաշտոնյաների հնարավոր է նշանակում եւ այլն, սա ենթադրում է որոշակի էլի ժամանակահատված։ Հետեւաբար ինչի գնալ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածությունների, երբ որ կան որոշակի անորոշություններ։ Տրամաբանական։ Ալիևն ասում է, Ադրբեջանը Հայաստանին բեռնափոխադրման մեկ այլ տարանցում կտրամադրի։ Հանդիպել եք այսօր այդ Ալիևի այդ ասացին, բայց ինչի մասին կարող է խոսք լինել։ Կդժվարանամ ասել, որտեղ ավտոմոբիլային ինչ որ գուցե հնարավոր է։ Չի բացառում նաև երկկողմ սահմանի ինչ որ հատվածի բեռնափոխադրումների համար կիրառման հնարավորություն այլևս չկա լի բացառել։ Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա, ադրբեջանական կողմը անընդհատ ուզում է ցույց տալ ապաշրջափակման օրակարգին, խաղաղության օրակարգին տրամադրվածության ինչ որ իրավիճակ, որովհետև զուգահեռաբար անում են քայլեր, որոնք օրինակ հասարակական մակարդակում եւ նաեւ միջազգային հանրության այսպես գոնե աչքի առաջ որոշակի տարակարծություններ են առաջացնում պրոցեսի հետ կապված, առնվազն այն, որ խաղաղության օրակարգը երկու կողմն էլ ընդունում են դա, գործում են դրա տրամաբանության մեջ, բայց օրինակ Ադրբեջանի կողմից իրականացվում են քայլեր, դիցուք օրինակ Արցախում հայկական հոգեոր ժառանգության ոչնչացումը, որը միանշանակ կերպով չի ընկալում եւ նաեւ ունենում է բացասական հետևանքներ հասարակական առավելին հասարակական ընկալումների մակարդակում։ Հետևաբար նաեւ այս իրավիճակը
որոշակի առումով չեզոքացնելու նպատակով ադրբեջանական կողմը կարծես թե այլընտրանքային այլ միջոցներ է գտնում հավասարակշռությունը պահպանելու համար։ Միաժամանակ ակտիվացել են հայ-թուրքական շփումները։ Կապ ունի նույն մթնոլորտի հետ։ Այստեղ եւս կա խնդիր լճացում, այսպես ձևավորած օբյեկտիվ լճացումը կամ լճացման վերաբերյալ գնահատականներն ու կարծիքները փարատելու։ Էլի տեսեք նույն տրամաբանության մեջ հավաքվեցին, քննարկեցին կարծում, բայց այսպես առարկայական որևէ լուծումներ չեն երևում։ Ընդ որում գոնե տեսեք առնվազն սահմանի բացման այսպես սահմանափակ բացման վերաբերյալ պայմանավորվածություններ, որոնք գործում են ձեռք են բերվել 2022 թվականից երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մինչեւ այժմ այս ուղղությամբ քայլեր չեն իրականացվել, կան ակնկալիքներ։ Միևնույն ժամանակ այն հանդիպումը եւ այն քննարկումները, որ տեղ ունենում երկաթգծի ապաշրջափակման կամ երկաթգծով կապի ապահովման հետ կապված, սրանք եւս այսպես իրողություններ են, քննարկումներ են, որոնց հետ եւս կա շատ մեծ անորոշություն։ Դա առաջին էլի պայմանավորված է Հայաստանում ընտրական գործընթացները, որտեղ նաեւ Թուրքիայում հնարավոր է լինեն կարծիքներ, որ Հայաստանում իշխանապողությունից հետո ենթադրենք հնարավոր գուցե նոր իշխանությունները հրաժարվեն այս գործընթացի շարունակականությունից, պայմանավորված օրինակ նրանց կապով Ռուսաստանի հետ, այդ մասին բազմիցս է խոսում։ Մյուսը արդեն Հայաստանի ներսում էական խնդիրները, որոնք պայմանավորված են Հարավկովկասյան ուրեմն երկաթուղիներ ընկերությամբ գործոնով պայմանավորված, որտեղ կարծես թե քաղաքական խնդիր շարունակում է մնալ Հայաստանի ու Ռուսաստանի միջև, չկա վերջնական պայմանավորություն, արդյոք ուրեմն ռուսական կողմը ստանձնել է պարտավորություն այդ անհրաժեշտ երկաթգծերի կառուցումն ապահովելու թե դեպի Թուրքիայի սահմանը եւ թե ադրբեջանական սահմանը, այնպես որ այստեղ եւս անորոշություն կա, թուրքական կողմը ցույց է տալիս, որ ինքն իր տնային աշխատանքը կատարում, այնտեղ պրոցեսներ կան, որ տենդեր է հայտարարվել, տենդերը եղել է արդեն, կա արդեն նախագիծ, որի շուրջ պետք է սկսել արդեն աշխատանքները, բայց սա էլ եմ ասում ավելի շատ գործընթացի ձևական մասն է, իսկ բովանդակային մասի հետ կապված անորոշությունները շարունակվում են։ Իմիջիայլոց կարծում երբ քննարկվել է Գյումրի կարս երկաթգծի շուտ հապույտ գործարկումը, այսպես էլ գալիս է հաղորդագրությունը այդ մասին, ինչ հասկանալ շուտ հապույտի տակ։ Սա հենց կողմերի ավելի շատ կողմերի տրամադրվածության մասին է խոսում այդ շուտ հապույտ, այսինքն կողմերը պատրաստ են քաղաքական կամ կա շուտ հապույտ գործարկելու, բայց գետնի վրա process-ների մասով մենք տեսնենք, որ լինելու են խնդիրներ։ Էլ եմ ասում առաջին հերթին Թուրքիայի մասով այդ անհրաժեշտ շինարարական գործընթացներ իրականացնելու երկաթգիծը վերականգնելու, կայարանը վերականգնելու, իսկ Հայաստանի տարածքում էլ էլի նույն խնդիրներով պայմանավորված, բայց այստեղ կա լուրջ ուրեմն նաև քաղաքական եւ պրակտիկ խնդիր պայմանավորվածներ, որ հայկական կողմը չի մեծ հաշվով կամ չունի իրավասություն ինքը այդ գործընթացն իրականացնելու կառուցումն իրականացնելու, որտեղ պաշտոնական Երևանի ուրեմն իրավասության ներքո չէ Հայաստանի հանրապետության երկաթգծերը։ Դե Թուրքիայի ԱՄՆ դեսպանը համարյա սենսացիոն բան է ասում, ձևավորվում է նոր հարավային Կովկաս։ Ինչն է նոր գիտական հայտարարություն է եւ սա պայմանավորված է երկու հանգամանքով նախ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Միացյալ Նահանգները այստեղ լուրջ հանձնառություն ունի եւ քաղաքական եւ տնտեսական հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկկողմ խաղաղության այս օրակարգը եւ խաղաղության միջավայրը սկսվեց օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում ձեռք բերված պայմանավորություններից եւ մյուսը իհարկե TRIP-ի հարցն է, որը Միացյալ Նահանգներին տալիս է առնվազն տնտեսական եւ քաղաքական ներկայացում մեր տարածաշրջանում եւ գումարած դրան տարածաշրջանում ձևավորած միջավայրը իրավիճակը Իրանի դեմ պատերազմով պայմանավորված գոնե առնվազն
վերլուծական եւ քարոզչական մակարդակներում ստեղծել է այնպիսի ձևավորել այնպիսի ֆոն, որ Միացյալ Նահանգների ներկայության հարցը հարցականի տակ է դրվում եւ որպեսզի գոնե այդ քաղաքական հայտարարությունների մակարդակով հերթական անգամ ամրագրի, որ Միացյալ Նահանգները շարունակում է հակված մնալ օգոստոսի 8-ի ուրեմն պայմանավորվածություններին եւ տրամադրված է այդ թեպի հարցում ներկայություն ունենալ, կարծում եմ, որ այս հայտարարությունը նաև դրան է հերթական առիթներ, որն օգտագործելով իրենք փորձեցին իսկ իրանական հանգուցալուծումը կարող է վնասել եւ տրիպին չհանգուցալուծումը կարծում չհանգուցալուծումը բայց չնպաստել նայած ինչ հանգուցալուծում էլ կա այո այսինքն կոնֆլիկտի շարունակականությունը վստահաբար խնդիրներ կարող է ստեղծել որտեղ մենք տեսնում ենք որ որևէ գործիք որը հնարավոր է այս պայն կողմերը օգտագործում են փոխադարձ այդ հնարավոր բանակցությունների ընթացքում մյուս կողմին զիջումների դրթելու նույն Հորմուզի նեղուցի շուրջ ծառայած իրավիճակը որտեղ Միացյալ Նահանգները շարունակում է շրջափակումը նեղուցով տարանցման հետ կապված Իրանը ասում է մենք ենք շրջափակել Միացյալ Նահանգներն էլ իրանական շրջափակումն է շրջափակել այսպես իրավիճակ կա կողմերը չեն գալիս փոխզիջումների սկզբունքային հարցերը շուրջն ուրանի հարստացման հետ կապված հարստացված ուրանի ձեռքբերման հետ կապված Լիբանանի հետ կապված դեռևս շարունակում է անորոշությունը Իսրայելը չի պահպանում հրադադարը այսօր խնդիրները շարունակում են եւ այս բանը եղած իրավիճակը առնվազն որևէ լավատեսություն չի ներշնչում Հայաստանի ԱԳՆ-ն վստահեցնում է որ տրիպի լիակատար սեփականատերը Հայաստանն է Ինչու Հայաստանում հենց նույն այդ ընկալումը չկա որտեվ նախ այս նախագիծը բավականաչափ զգայուն նախագիծ է դրա հետ կապված թե Հայաստանի ներսում թե Հայաստանից դուրս բավականաչափ լուրջ քարոզչական, քաղաքական շահերի բախում կա եւ աղմուկ կա եւ բարձ է որ այդ քաղաքական դիրքորոշումների առաջվողման տեսանկյունից նման ուրեմն տարակարծություններն ակնհայտ են դա սա եւ աշխարհակաղակական մրցակցության խնդիր է հաշվի առնելով այն հանգամանքը որ Միացյալ Նահանգները գալիս է եւ փորձում է ստանձնել մի հնարավորություն, որը առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից եւ այդ փաստաթղթով Ռուսաստանն ուներ, բայց դրա նկատմամբ ուներ նաեւ հավակնություններ Թուրքիան ակնհայտ կերպով եւ այդ կապուղու չգործակցման հետ կապված ուներ շահեր նաեւ իրանական կողմ առնվազն այս դերակատարների ներգրավություն եւ հետաքրքրություն բավական է Ռուսիա արտաքին քարոզչական աղմուկը լինի։ Դրան գումարած Հայաստանի ներսում այս տոքսիկ իրավիճակը ներքաղաքական լարվածությունը նախընտրական շրջափուլը էլի ուրեմն ստեղծում է մի միջավայր, որպեսզի այդ կարևոր պայմանավորվածությունը, որը դեռևս անգամ թղթի վրա մեծաշով Հայաստանի շուրջ որոշակի միջավայր է փոխել, դրա ստվերվի դրա նշանակությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողով Երևանում կարևոր միջոցառում է դա։ Կարևոր է այն առումով, որ Հայաստանում նման բնույթի մասշտաբային միջոցառումներ հազարդեպ են տեղ ունենում եւ սա դրանցից եւ ամենանշանակալիցներից է։ Դրան գումարած կարևոր է հաշվի առնելով աշխարհում եւ տարածաշրջանում ընթացող process-ները, որտեղ երբ որ եվրոպական աշխարհամասի այդքան առաջնորդներ մասնակցում են այդ միջոցառմանը, սա Հայաստանին նաև տալիս է քաղաքական կշիռ, սա որոշակի առումով նպաստում է Հայաստանի իմիջին, որոշակի առումով նպաստում է նաև Հայաստանի շուրջ ձևավորված միջավայրին, որոշակի ազդակներ է հաղորդում նաև Հայաստանի տարածաշրջանային հարևաններին եւ իհարկե այս նախընտրական շրջանում էլի որոշակի ազդեցություն ունենում ներքաղաքական զարգացումների վրա։ Ունեք տեղեկություն Զելենսկոյից հաստատվում է դա։ Չունեմ տեղեկություն, բայց Զելենսկին, եթե չեմ սխալվում, բաց չի թողել այս միջոցառման, այս նախագծի, այս նախաձեռնության որևէ հանդիպում։ Եվ բացի այդ Զելենսկիու այցը Ադրբեջան որոշակի առումով թույլ է տալիս կանխատեսել, որ
կար կամ եղել է կա ծրագիր մասնակցելու նաև այս միջոցառմանը, ինչու, որովհետև այն իրավիճակում, որ այս պահին գտնում է Ուկրաինան եւ հաշվի առնելով Ադրբեջան-Ուկրաինա կարևոր հարաբերությունները, հավասարակշռման համար նախ Զելենսկին պետք է այցելեր Ադրբեջան, հետո միայն Հայաստանը։ Իսկ այդ գաղտնի պահելու պահը բնականաբար սա եւս օբյեկտիվ է պայմանավորված անվտանգային հարցերով, որտեղ այնուամենայնիվ Զելենսկու այցը, այսպես հնարավորինս գաղտնի է պահում եւ խնդրում սա եւս օբյեկտիվ խնդիր է։ Եվ վերջապես Մակրոնի պաշտոնական այց։ Դե ընդ որում պետական այց։ Պետական այց, սա շատ կարևոր է եւ շատ սպասված այց է։ Եվ փաստաթղթի ստորագրմամբ, որի անոնսը արել է արտգործնախարար Հայաստանի, դա։ Այսինքն մենք 2020-ից ընդհանրապես Ֆրանսիայի հարաբերությունները միշտ բարձր մակարդակ են եղել, բայց դրանք ավելի շատ քաղաքական մակարդակում են եղել, այսինքն բովանդակություն քաղաքականից բացի, հատկապես տնտեսական, էներգետիկ, ռազմական, անվտանգական եւ այլ ոլորտներում մենք չենք ունեցել, այսինքն իսկ քաղաքականն էլ մեծ հաշվով կարևոր է, բայց բովանդակությունը այնուամենայնիվ դնում են շոշափելի ոլորտները։ Եվ կարծում եմ, որ այս սպասված այցը եւ փաստաթղթի ստորագրումը արդեն նոր փուլ եւ հնարավորություն կընձեռի երկու կողմերի համար։ Այնուամենայնիվ նաեւ հաշվի առնելով մեր աշխարհում իրավիճակը, որ բազմաթիվ փաստաթղթեր մնում են որպես այդպեսին թղթի վրա գրվածել, այս դեպքում կարծում եմ, որ հայկական կողմից հատկապես շատ, այսպես հատկապես այդ փաստաթղթին հղում անելով պետք է լինի պրոակտիվ քաղաքականություն Ֆրանսիայի ներգրավվածությունը մեր տարածաշրջանում ապահովելու համար։ Ընդ որում ես կարծում եմ, որ Ֆրանսիան այն դերակատարն է, որը անկախ նրանից թե Հայաստանը ինչպիսի իշխանություն կլինի, իր վերաբերմունքը եւ հարաբերությունները Հայաստանի հետ իրոք ռազմավարական են եւ պետք է օգտագործել այս հանգամանքը։